Ուր են կեցում։ Ուր են կեցում։ Կենտրոնական շտաբ։ Ուր են կեցում, հələ այս տղենով է։ Ալեն Սիմոնյանի ասած, այս տղեն Վաղարշապատի համայնքապետի ընտրություններում հաղթել է, ստանալով ձայների 48.5%-ը։ Կեսգիշերին Հայաստանի տարբեր շրջաններից եկած թիմակիցները լուրն իմացել, ծափերով, վանկարկումներով ու դհոլ զուռնայով էին դիմավորում Մեխակյանին։ Քվեների 31.9%-ն է ստացել ընդդիմադիր հաղթանակ դաշինքը, Մայր Հայաստանը 5.4% է ստացել Վաղարշապատ խոշորացված համայնքում։ Բոլորովին վերջերս Խոյ եւ Վաղարշապատ համայնքների միավորումը ընտրությունների վրա իր ազդեցությունն է ունեցել։ Մենք հաշվել ենք, թե որ տեխնացուն ինչքան ձայն է ստացել ըստ նախկին վարչատարածքային բաժանման մինչև խոշորացումը։ Օրինակ Մայր Հայաստան կուսակցության տեխնացուն իր ձայների մեծամասնությունը ստացել է Խոյ համայնքից։ ԿՊՆ հաղթանակը Վաղարշապատում մոտ ձայներ ունեն, իշխող ուժի ձայները շուրջ 700-ով են ավելի, մինչդեռ Խոյում, որտեղ ԿՊ տեխնացու Մեխակյանը 3 տարի համայնքապետ է եղել, իշխող ուժը երկրորդ տեղից 4500 ձայնով ավելի է ստացել։ Հիշեցնեմ, որ այս տարի հունիսին Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի կոռուպցիոն սկանդալի հետևանքով հրաժարականից հետո կառավարությունը որոշեց, որ Խոյը պետք է միանա Վաղարշապատին։ Ավագանուց նոր համայնքապետ ընտրելու փորձերը անձամբ իշխող ուժի ներկայացուցիչները չեզոքացրին։ Թափուր աթոռին նշանակվեց Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։ Իսկ քաղաքացիական պայմանագրի շտաբում ուրախության աղմկոտ դրսևորումներով էին արձագանքում ամեն անգամ, երբ հերթական տեղամասից արդյունքներն էին ստանում ու իմանում, որ առաջատար են։ Շտաբ գնացած ՏԿ նախարարը հեղափոխության հայտնի բարձրախոսներ ձեռքն առել։ Բացականչում էր, որ ջախջախել են ընդդիմությանը։ Առանց ձեզնից մեկի բացակայությամբ հնարավոր չէր լինի Վաղարշապատում ջախջախել մեծախոս, մեծաբերան ընդդիմությանը։ Ընդդիմությունից ամենաշատ ձայն հավաքած Սևակ Խաչատրյանը Կիրակի գործընկերոջս հետ զրույցում նշում էր, որ բողոքարկելու են ընտրության արդյունքները, իսկ ջախջախել բառին անդրադառնալով ասում է, ում են ջախջախել Վաղարշապատցիներին։ ԿՊ-ականները, այսինքն սպասում էին այս վարքյանին, որ ասեին ջախջախել են, ում են ջախջախել, Վաղարշապատցուն են ջախջախել, Վաղարշապատցիներն են մեզ ձայն տվել, մեր թիկունքում եղել են Վաղարշապատցիները, մեր թիմի անդամները Վաղարշապատցիներն են, գյուղաբնակ մեր Խոյ համայնքի բնակիչները եւ Էջմիածին քաղաքի բնակիչները ում են ջախջախել։ Իրենք շատ շուտով ջախջախվելու են, բայց իրենց անձերն են ջախջախվելու, ոչ թե Վաղարշապատցին կամ հայ ժողովուրդը եւ այլն։ Թող մեծ շատ չխոսա, մանավանդ իրենց նախարարները պորոտախոսությամբ մեջ մի փոքր ոնց որ հայտնի է վերջին շրջանում էլ կարծես շատ ավելի իրենց լեզվին չեն կարողանում տիրություն անել ժողովրդի լեզվով ասած։ Ջախջախել բառը օգտագործում են շատ ԿՊ-ականներ, այդ թվում Գևորգ Պապոյանը։ Էկոնոմիկայի նախարարը կարծում է համայնքային ընտրություններում անգամ լրատվամիջոցներին են հաղթել, ինչպես նաև նախկին ղեկավարներին իր բառերով ձևիստներին, Էնդուբիկով մարդուն, Կտրիչին, Հրապարակ, Ժողովուրդ 168 թերթերին։ Իդեպ հետաքրքիր է, որ 168 ժամը հայտնում է, թե ընդդիմության հաղթանակ դաշինքի տեխնացու Սևակ Խաչատրյանը Պապոյանի հարսանիքի քավորն է եղել։ Հեղափոխական երգով է առավոտը սկսել վարչապետն ու իր հետևությունները ներկայացրել նախօրեին Վաղարշապատի ընտրություններից հետո։ Աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությունը, անկախությունը, իշխանությունը, ազատությունը ուժեղացնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռազմավարությանը։ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Սա նոր կանաչ լույս կվառի վարչապետի առաջ վեհարանը իր բնորոշմամբ ազատելու գործընթացում։ Իմանանք, երբ որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ այն ժամանակ։ Ընտրություններից հետո Facebook-յան քաղաքական դաշտում վերլուծության ժամեր էին, ինչու ընդդիմությունը պարտվեց եւ նմանատիպ հարցեր։ Օրինակ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է, եթե ընդդիմադիր դաշտը մնա մասնատված, ինքնաբավ, անվստահ ու առանց համախմբման, ապա ընտրական գործող համակարգը կրկին կվերարտադրի իշխանությանը։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։